բավական Տարասակած մենք պարում ենք մեր պարերն ավանդական Մեր պապերն են ժառանգել մեզ երկն ու պարը ազգային Զրնադահոլ թող որ հնչի միացիր մեր շուրջ պարին Երգենք ծապտանք ջան 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 թող շռնդա երխուշ տան Տղա աղջիկ ձեր ձերի բռնենք պարենք քոչարի Երգենք պարենք ջան 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 թող շռնդա երխուշ տան Տղա աղջիկ ձեր ձերի բռնենք պարենք քոչարի Դապուտը հոլ թող որ հնչի ու շուրջ պարի մեզ կանչի Դե միացեք մեր երգերին, մեր պարերին ազգային Ցնծությամբ թող օրը լցվի, դառնատոն երկու պարի Երգենք ծաղտանք ջան ջան ջան, թող շռնդա երխուշ տան Տղա աղջիկ ձեր ձերի, բռնենք պարենք պապուրի Երգենք պարենք ջան ջան ջան, թող շռնդա երխուշ տան Տղա աղջիկ ձեր ձերի, բռնենք պարենք պապուրի Պարենք պապուրի Լեռների մեջ կա պայքար Քարի մեջ երկու պար Ձեթերի մեջ առնական Պայքարն է հաղթական Առավոտ կելնեք սարը Կկանչի սուրնի խաղը Թող աշխարհը բռնի պարը Երխուշ տան Ողջունում ենք 5-րդ դասարանը և մեր նախագծային աշխատանքի ամբողջ թիմը ողջ հանդիսատեսին է։ Ողջունում ենք մեր ժյուրիի կազմին, որովհետև նախագծային աշխատանքը առանց ժյուրիի կազմի իրականացնել հնարավոր չէ։ Հարգելի մասնակիցներ, ինչպես գիտեք, 2023 թվականից հանրակրթական ուսումնական հաստատությունները անցում կատարեցին հանրակրթական պետական նոր չափորոշչին ուսումնական հաստատություններում ներդնելով նոր վերաբովանդակային նոր պահանջները, որոնցից մեկն էլ ուսումնական նախագիծն է։ Ուսումնական նախագծային աշխատանքը հասարակայնորեն նշանակալից կենսական հիմնահարցերի որոշակի տևական ժամանակահատվածում բազմակողմ և համալիր հետազոտություն է, համագործակցային աշխատանք, գիտելիքները կյանքում նոր իրավիճակներում գործնականում կիրառելու հնարավորություն։ Այն նպաստում է սովորողների կողմից առաջին ուսումնական նյութի բովանդակության առավել խորը յուրացմանը, երկրորդ ակնկալվող վերջնարդյունքների ապահովմանը և երրորդ ժամանակակից կյանքի մարտահրավերներին դիմակայելուն ուղղված արժեհամակարգի ձևավորմանը։ 5-րդ դասարանում իրականացրած մեր ուսումնական նախագիծը բովանդակությամբ մոնոառարկայական է, այսինքն հիմնված է կոնկրետ առարկայի նյութի վրա, այն է ազգային պարեր։ Ըստ տևողության մեր նախագիծը կարճաժամկետ է համարվում ըստ մասնակիցների խմբային։ Ուսումնական նախագիծը իրականացվել է հետազոտության և գործնական աշխատանքների միջոցով և որպես վերջնարդյունք ստեղծել պարային նոր տեսակ ազգային պարային շարժումների համադրությամբ, որը կվայելեք մեր ուսումնական նախագծի ցուցադրության ավարտին։
Այս նախագծային աշխատանքի ղեկավարներն են Սպիտակի Ալեքսանդր Միասնիկյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Գրիգորյանը։ Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող ուսուցչուհի Գոհար Գասպարյանը, դպրոցի երաժշտություն առարկայի ուսուցչուհի դասվար Իրինա Սահակյանը, Սպիտակի մշակույթի տան պարուսույց Անուշ Աբրահամյանը։ Շնորհակալ եմ բոլորիս միջազգային օրվա արդիվ, ցանկանում եմ բոլորին լավ աշխատանք, եռանք և պարելու մեծ ցանկություն։ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում պարի միջազգային օր նշվում է այսօրը ապրիլի 29-ին, ի պատիվ Ժան Ժորժ Նովերի, որը ֆրանսիացի պարուսույց է, ժամանակակից բալետի հիմնադիր, և նրա ծննդյան օրը այսօրը ամեն տարի նշում ենք պարտադիր։ Ամբողջ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նաև տրամադրություն է ստացում բոլորի համար։ Շնորհավորում եմ բոլորին։ Յուրաքանչյուր ազգ ունի իր բնորոշ երգերն ու պարերը, ինչպես ունի իր լեզուն, կենցաղը, խոհանոցը, սովորույթները և այլն։ Հայ ազգային երգերն ու պարերը առանձնանում են ինքնատիպությամբ և բազմազանությամբ։ Այժմ կծանոթանանք և կճանաչենք հայ ազգային պարերի որոշ տեսակներ և կկատարենք առանձին նմուշներ։ Ազգային պարը ցույց է տալիս տվյալ ազգի դիմագիծը, էությունը, ինքնությունը, ահա թե ինչի է կարևոր դրանց իմացությունը։ Բայց դրանց զատ ազգային պարերը, ինչպես և երգերը, հեքիաթներն ու առասպելները կիրառվում են դասական արվեստում, երաժշտության մեջ, գրականության մեջ, բեմական զանազան ժանրերում, այսինքն ազգային պարը ունի ինքնավար գեղարվեստական արժեք, բայց միևնույն ժամանակ կարող է հիմք դառնալ դասական կամ պրոֆեսիոնալ մշակույթի համար։ Ազգային պարը ստեղծել, պահպանել և իր առօրյա կյանքում կիրառել է ժողովուրդը։ Ինչպես ազգային երգում, պարում ևս չի կարևորվում ստեղծողը, որովհետև մեկը պարաքայլ է կատարում, մյուսը ընդօրինակում է և զարգացնում, իսկ արդյունքում համայնքում պարում են բոլորը։ Ամենից տարածված պարաձևը հայ իրականության մեջ եղել է շուրջպարը, խմբական երգպարը, որին մասնակցել են բոլորը, կանայք ու տղամարդիկ, ավագները և երիտասարդները, պարել են բակերում, կաներում, ուխտավայրերում, կտուրներում և մեծաթիվ հանդիսականների ներկայությամբ։ Վերվերի Յովնը և վերվերին հայ իրականության մեջ պարել են տևականորեն տարբերակումներով, զարգացնելով մինչև անգամ ժամեր։ Պարաշրջանին մասնակցել են բոլորը։ Պարը սկսել է դանդաղ յովնդով, հետո փոքրինչ արագացրել են և պարել միջին տեմպով վերվերի, իսկ այնուհետև անցել են վերվերի արագ տեմպով տարբերակին։ Վերվերի վերվերներ կամ թռնոցիներ նույն է, այսինքն խորհրդաբանությունը դեպի վեր գնալի գերադրական աստիճան, որի խորհուրդը մարմինն է։ Մարմնի միջոցով հոգին առանց տանելու խորհուրդն է։ Այս պարը հայկարանի մեծ պարնդանիքին է պատկանում։ Երկու գնա, մեկ դառնա, որտեղ երկու քայլ է գնում, պարադեպի աջ և ձախ, ոտք խաղում է օդում, ընդհանուր ունի 6 պարաքայլ, ունի 2 արագություն, միջին և մեծ, թևերը բռնվում են թևկախ ափերով և ճկույտներով։ Ձեռքերի շարժումները այս պարի ժամանակ կոչվում են թևեր, որը առաջացել է թռչունների նմանեցման, թռչունների մեծարման տերմիններից։
պարում ենք դեպի առաջ։ Այնուհետև ձախ ոտքի վրա տեղում թռիչք, որից հետո Մարգինը գլորվում է դեպի առաջ քայլող այս ոտքի վրա։ Եղուշտապարի ժամանակ ձեռքերը ազատ են և պատատվում են ամբողջապես օդում։ Ցանկալի է, որ ձեռքերից որևէ մեկը թողնել պետրպի ուծից ավելի բարձր, որը կրվին պատրաստ լինելու, ռազմակոչ ընդունելու գաղափար է կրում իր մեջ, այսինքն մարտահրավերը ընդունելու գաղափար։ Ըստ պայմանավորվածության զուգընկերոջը պարելու ժամանակ 2 կամ 3 ծախերից հետո տեղի են ունենում բուն հարվածները, որի ժամանակ զուգընկերները հարվածում են իրար։ Հարվածները կարող են լինել կամ նստել ջերմերով, կամ թրջել իջնել։ Եղուշտապարը շատ տարածված է եղել հայոց ասուն աշխարհում։ Յար պարսկերից թարգմանված նշանակում է ընկեր, ուշտապուշտիկ նիզակար տեսք։ Այսինքն, Եղուշտապարը կարելի է անվանել որպես զենքի ընկեր, ըստ ազգագրագետ Սերգեյ Լիսիցյանի, դա փոքրիկ նիզակը նետելու պար է եղել, մարզանք պար, որը պարել են մինամարտերից առաջ։ Պարը պարել են այնքան ժամանակ, մինչև խմբերից մեկը չէր ընդունում իր պարտությունը։ Հարսանեկան կարևոր պարեջը երկրից էր Պերսային թագավորին գովելու Պերսայի ծառը փնջելու պարերքը և մողելու պարերքը։ Դրանք հիմնականում կատարվում են մեծ դհոլի ու զուռնայի ուղեկցությամբ, կատարվում են այնպիսի պարեր, որոնք ունեն ոտքի ուժեղ հարվածներ, ծափեր։ Ըստ ժողովրդական պատկերացումների ոտքի հարվածներն ու ծափերն ունեն չարին ոչնչացնելու, հարվածելու, վախեցնելու, ոտքի տաքացնելու նշանակություն, որպեսզի նրանց չմոտենան զույգերին և չխաթարեն նրանց երջանկություն։ Օրինակ, չարխափան պարերից է փափում։ Մի հետաքրքիր պարեր ունեն պարսկահայերը, որը կոչվում է թաշկինակներով պար։ Սա պարում են բացառապես աղջիկներ, ձեռքներին կարմիր թաշկինակ, պարում են փեսուր ծառը փնջութաների բերելու ժամանակ։ Հարսանեկի ողջ ընթացքում լեզբաժին են կազմում պարն ու պարերքերը։ Պարերի այս շարքից է շաբալի պարը, հայկական ավանդական պարը, որն ունի հին պատմություն և կապված է հայկական մշակույթի և ծեսերի հետ։ Շաբալի պարը տարածված է հատկապես Արևմտյան Հայաստանում և Նորքում,
Բարի անվանումը կապված է շավալ բարի հետ, որը նշանակում է վայել, հաճույք կամ նրբում շարժում։ Հարսանիքի ընթացքում հարսի կողմը համեմատաբար պասիվ է եղել, և միայն հարսանիքի որոշակի թվակում հայտարարել է, որ խնամիներն են բանում, ապա բոլոր ներկաները հետ են քաշվել պարահրապարակից, զիջելով նրանց։ Շաբալի բարի շարժումները վերարտադրում են կավի մեծարանքի, նախնիների շարժման և նոր կյանքի փառաբանին։ Հայկական պարերում պարաքայլերը սովորաբար դեպի աճ են, խորհրդանշելով առաջ գնալը և հաջողությունը։ Ձախ գնացող պարաքայլերն ավելի քիչ են և սովորաբար հավասարվում են դեպի աճ գնացողների հետ։ Դեպի ձախ գնացող պարաքայլերի գերակշռությունը ունեն մահ և ավարտ խորհրդանշվող պարերում։ Շավալի պարը զարմանալիորեն սկսում է դեպի ձախ պարաքայլով, դա յուրահատուկ բացատրություն ունի։ Ձախընթաց քայլը խորհրդանշում է աղջկա մահը, որովհետև նա պիտի հարություն առնի նոր կերպարանքով, արդեն իր նոր տանը, որպես ընտանիքի բարօրություն, որպես ապահովող կարևոր անձ։ Հայ մշակույթում շատ տարված են ղերազմական պարերը։ Համարվում է, որ մարտի մեկնելուց առաջ տղամարդիկ պարել են դրանով ուժ հավաքել, ոգևորվել, մարդկությունը պարվել, որպեսզի սառն դատողությամբ կռվի գնալ։ Այսպես Կարնո Քոչարի պարի մեջ ուսուսի թեթևի տված պարելը միասնություն և համախմբվածություն է խորհրդանշել։ Երխուշտա պարի ժամանակ ձեռքերով միմյանց հարվածելու միջոցով միմյանց ուժ են փոխանցել։ Քոչարին շատ տարածված է եղել հայոց լեռնաշխարհում։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է Քոչարի ու իր տարբերակը։ Օրինակ, պահպանվել է Սասունի, Մուշի, Ալաշկերտի, Սխերտի, Կայքի և այլ քոչարներ։ Քոչարները խոյի պաշտպանմունքից ծնված մի մեծ պարային շեշ է, մի մեծ պարային ընտանիք։ Թաքել են կապույտ, գորշատագույն, նաև կարմիր թարխա վերնարկեց, պար ժամանակ որևէ առանձնահատուկ չէին կրում։ Քունքակապիկները մարգարտազարդ են և առանձնահատուկ շոկ էր տալիս պարով խմբի կանաչ։ Այս պարի առանձնահատկությունը հենց երկու գնալ երկու դառնալու մեջ է և բուն խոյահարող շարժումը, որը առանձնանում է իր տեսակով։ Աջ ոտքով առաջ գնալով խոյահարում է կարծես իր հակառակորդին և ապա վերադառնում իր բուն ելման դիրքին։ Եղել են տարածաշրջաններ, որտեղ Քոչարը խոցել են երիտասարդին, որպես տղամարդ, և թույլ են տվել կանգնել Քոչարու շարքի մեջ։
Հետոնայական շրջանում պարը ծնվել է արևի։ Տոմարագիտական մեկնությամբ պարային մեկ պտույտը խորհրդանշում է երկրի պտույտը արևի շուրջը, իսկ 12 խոնարհները 12 համատեղություններ։ Հեթանոսական շրջանից հետո պարը նրբիրվել է մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Էջմիածինը կանոնապարերից է, պատկանում է կլոր պարերի ետք ու առաջ տեսակին, այն որպես պարերք մի քանի տարբերակով գրառել է Կոմիտասը։ Էջմիածին պարը մինչև 2000 թվական պահպանվել է միայն Սուղրուտ գյուղում։ Էջմիածին պարն ունի 3 մաս, մեղեդին ևս բաժանվում է 3 մասի։ Սա հայկական այն եզակի պարերից է, որի ժամանակ ձեռքերը բարձրանում են դեմքից վեր, որպես փառաբանություն մայր աթոռին, և խոնարհումներն առ խորան։ 6 աջ և 6 ձախ գնացող շարժումներն են դրանք առաքյալների քանակներ։ 3 ոտքի բնորոշ ձևը համարվում է ջամբարանի։ Ջավախքի տարբեր գյուղերում և քաղաքներում պարը պահպանվել է հենց 3 ոտք կանոնով։ 3 ոտք պարաձևում քայլերը հիմնականում շեշտված են, այսինքն քայլում են ոտք զարկելով։ Պարումը խառը, ձեռքերը բռնելը տարբեր ձևեր կան, բայց ավելի տարածված է ափի բռնելու ձևը։ Անգլուները կիսածառվում են սուրբ անկյան տակ, տաստեղները ուսերի բարձրությամբ, տեր պտանդակ, խիպը հավասարաչափ, տեր պտանդակ, խիպը հավասարաչափ, ամեն քայլ զբաղեցնում է 3/8 տեղողություն, պարի բոլոր հաշիվներին կատարում են մեկ ճյուղ։ Զարկերը կարևոր դեր են ունեցել պարի նպատակաձևման մեջ։ Այդ մասին տեղացիներն ասում են, ոտը գետնի զարկելը չարքի համար է, կզարկեք, որ չարի կփչանա։ Սովորաբար պարվում է զուռնայի նվագակցությամբ, բայց երբեմն օգտվում ենք պարերքերի տեքստերից։
պարերի տեսակներ։ Քոչարի, շալախով, երկուշտակ, ուզունդարը։ Մենք այսօր մեր նախագծային աշխատանքի վերջնարդյունքում ոչ միայն հարցրացրեցինք մեր գիտելիքները հայկական պարային մշակույթի մասին, այլև փորձեցինք ստեղծել պարային փունջ, շեղմելով հայկական պարային փունջի վերը նշված համադրությունից։ Պարային շարժումները վերցրված են հայկական ազգային պարային շարժումներից, համադրելով միմյանց հետ։ Պարերը ներկայացում են ոչ միայն գեղեցիկ շարժումներ, այլև ուժեղ զգացմունքներ, ավանդույթներ և միասնականություն։ Եվ դրանք հիշեցնում են մեզ արմատներին, նախնիների ու պատմության մասին։ Այս աշխատանքը ոգեշնչեց մեզ գնահատել և պահպանել մեր ազգային ժառանգությունը, ինչպես նաև փոխանցել այն ապագա սերունդերին։ Հույս ունենք, որ մեր ներդրումը կօգնի խրախուսել հետաքրքրությունն ու սերը հայկական ազգային մշակույթի հանդեպ։ Հայ ազգային պարերի իմացությունը նպաստում է ոչ միայն հայ ժողովրդի բազմադարյալ մշակութային ժառանգության պահպանմանը, այլ նաև խորացնում է կապը ազգային ներկայության հետ, փոխանցելով սերունդներ սերունդ։ Հայ ազգային պարեր նախագծային աշխատանքը մտված էր ազգապահպանմանը, որպես նպատակ հանդիսանում էր խորացնել գիտելիքները աշակերտների մոտ ազգային պարերի մասին, իսկ որպես վերջնարդյուն ստանալ հավաքական պար, որն էլ կարճ ժամանակահատվածում գերազանց և գրագետ ձևով ստացվեց մեր դպրոցի 5-րդ դասարանի սաների մոտ։ Այս նախագծային աշխատանքի ընթացքում Միասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ունեցան շատ մեծ հնարավորություն ուսումնասիրելու և ձեզ մատուցելու հայ ազգային պարարվեստի ակունքները, յուրահատկությունները և այն արժեքները, որոնք փոխանցվում են սերունդից սերունդ։ Հետևապես մենք բոլորս պարտավոր ենք, որպեսզի պահենք, պահպանենք և զարգացնենք այն հաջորդ սերունդին փոխանցելու համար։ Պահպանենք ինչու, որովհետև պահպանելով այն, պահպանում ենք նաև ինքներս մեզ։ Ուզում եմ դիմել մեր ժյուրիի անդամների, հարգարժան ժյուրի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դպրոցում չունենք համապատասխան ժամանակ,
Չունենք համապատասխան մասնագետ եւ դասագիր։ Խնդրում եմ այսօրվա մեր նախագծային աշխատանքը խիստ չդատել։ Ինչքան է քիչ դատեք, շատ լավ։ Շնորհավորում եմ սիրելի աշակերտներին, իրենց ուսուցիչներին, այս իսկապես գերազանց գնահատված իմ կողմից իդեպ նախագծային աշխատանքի համար։ Շատ տեսանելի էր ձեր աշխատանքը, ընկեր Գրիգորյան, ընկեր Գասպարյան եւ ընկեր Սահակյան, շնորհակալություն այս գեղեցիկ բեմականացումը, այսպես ասեմ, նախագծային աշխատանքը ներկայացնելու համար։ Այսօր մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ մեր ազգային արժեքները այն հիմնական հիմնավոր միջոցներն են, որոնցով ապահովում է մեր ազգի կեցությունը, լինելիությունը, ավանդույթները, նախաքրիստոնեական շրջանի այս արժեքը, ազգային պարը, սերնդեսերունդ պատահական չէ փոխանցված, այստեղ մեր ոչ միայն հոգևոր արժեքներն են, այստեղ մեր մտածողությունն է, մեր դաստիարակությունն է, մեր կենցաղն է, նաև մեր բնությունն է այստեղ պարերի մեջ եւ երեխաների շարժուձևերով, իրենց գեղեցիկ հանդերձանքով, սա շատ տեսանելի էր եւ համոզված եմ նաև մնայուն է այս արժեքը, որովհետև ինչու՞ չէ պարը եւ երգը մեր հիմնական մշակութային գործոններն են, որոնցով ապահովում է մեր ազգի լինելիությունը, նաև կեցությունը։ Շնորհակալություն, աշխատանքը իմ կողմից ամենայն դեպս գերազանցվել, որովհետև այստեղ կարևոր բոլոր միտումները ապահովված են եւ ձևավորումը, եւ տեսողական արժեքները, եւ աշակերտների լիարժեք մասնակցությունը, եւ աշակերտների պահվածքը վստահ եւ ճշգրիտ։ Շնորհակալություն Սիրելի 5-րդ դասարան, սիրելի ընկեր Գրիգորյան, ընկեր Գասպարյան, ընկեր Սահակյան, մեր բարի ուսուցչուհի ընկեր Անուշը։ Ես ասեմ, որ առաջին անգամ է դպրոցներում անցկացվում մշակութային նախագծային աշխատանք եւ մենք ընդգրկվել էինք այդ շարքում։ Ընդ որում մեր նախագծային աշխատանքի վերնագիրն է ազգային պարեր։ Ճիշտ ասեց ընկեր Գրիգորյանը, որ մենք դպրոցում չունենք բարի ուսուցիչ, բարի ժողովրդական բարի ժամեր, բայց փորձեցինք մտնել այդ դժվարին գործի տակ եւ հուսով եմ բոլորն են ինձ հետ համամիտ, որ այս պատվով դուրս եկան այս փորձությունից։ Շնորհակալություն դրա համար եւ բերեք ծափահարենք եւ ամեն մի կետ գնահատվում է բարձրագույնը 5 միավորով։ Ես նախորդ ուզում եմ ասել, որ իմ կողմից բոլոր կետերը գնահատվել են 5։ Շնորհավորում եմ դրա համար ձեզ բոլորին։ Գիտական նկատողություն, ստեղծագործություն եւ մեթոդաբանություն։ Պարզ է, որ մեթոդաբանությունը ուժեղ էր, ստեղծագործությունը բարձր, որովհետեւ մեր երեխաները 5-րդ դասարանում են եւ համարյա թե ոչ մեկը կարող է մեկը երկուսը հաճախում են պարային դպրոց, բայց 33 աշակերտին ընդգրկել, այս փորձ չունեցող աշակերտներին ընդգրկել այսպիսի նախագծի մեջ եւ այսպիսի գրագետ ձևով հանդես գան ազգային պարերում, ինձ թվում է սա ուղղակի հերոսություն է ձեր կողմից։ Ես գիտեմ, որ դուք տքնաջան աշխատել եք առավոտից իրիկուն եւ ձեր աշխատանքը իր արդյունքը տվել է։ Կարևորությունը նախագծի, հուսով եմ բոլորը հասկանում են եւ մեր մասնակիցներն էլ ասեցին ինչ կարևորություն են։ Առաջինը մենք պահպանում ենք մեր ինքնությունը, մեր ազգային գծերը, իսկ դա մեծ նշանակություն ունի ազգի պահպանման համար։ Փորձնական տվյալներ, եզրակացություններ, բոլոր աշակերտները ընդգրկված էին միջոցառմանը, բոլորը հատ-հատ բացատրեցին պարի կարևորությունը, նրա կառուցվածքը, նրա նշանակությունը եւ ինձ թվում է, որ եզրակացություն անել դրանից հետո շատ հեշտ է, որ բոլորը մեկ առ մեկ, այսպես ուղղ ու ծուծով ընկղմված էին այս նախագծային աշխատանքի մեջ եւ նշեցին հատ-հատ կարևորություն այս աշխատանքի, հատ-հատ ամեն մի պարային համարի
նշանակությունը, ձեզ ինչ ծիսական նշանակություն ունի եւ այլն եւ այլն, եւ բոլորիս համար դա ուսանելի էր, բոլորիս, մեկ առանց խտրականության, բոլորիս համար ուսանելի նախագծային աշխատանք է։ Ուսամ շարունակի Կելլուսինեն, ես շատ չխոսեմ։ Ես ուզում եմ շեշտել, որ ինչքան էլ մենք փորձում ենք չենք փորձում, այսինքն ինչքան էլ մենք մեզ մոտ ընդունելի է դառնում, գնալով ընդունելի է դառնում օտար մշակույթը, բայց այսպիսի միջոցառումները մեզ կրկին վերհիշեցնում են մեր արմատները եւ ազգային արժեքները։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նման աշխատանքի համար, ինձ համար իսկապես մեծ բավականություն էր ներկա լինել եւ վայելել այս միջոցառումը եւ նաեւ որոշակի գիտելիքներ եւս ձեռք բերել մեր ազգային արժեքների հանդեպ։ Շնորհակալ եմ ընկեր Անուշին, որովհետև այս բարի պարարվեստի մասին գիտելիքը նաև ձեր շնորհքն է, որ այսօր այս երեխաները այսպես հստակ վարդություններով, հստակ շարժումներով ներկայացան։ Շնորհակալություն ընկեր Սահակյանին, ընկեր Գասպարյանին, ընկեր Գրիգորյանին այս տեխնաջան աշխատանքի համար։ Ես ներկա եմ եղել փորձերին եւ գիտեմ բավականաչափ մեծ աշխատանք է տարված։ Եվ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ պարտադիր չէ ամեն ինչ ներկայացնել բանավոր խոսքով, համոզվեցինք, որ այո, պարարվեստը նույնպես ունի լեզու եւ նույնպես պարարվեստով կարելի է ցուցադրել ու ներկայացնել բավականաչափ մեծ պատմություն, որը պետք է պահել ու պահպանել։ Շնորհակալություն, ես իմ կողմից եւս բոլոր Հագիծը նվիրված էր հայ ազգային բարերի ճանաչմանը, պահպանմանը եւ տարածմանը։ Պարը մեր ժողովրդի պատմությունն է ներկայացնում, այն իրենից ներկայացնում է մեր մշակույթի եւ ինքնության անբաժանելի մասը։ Դրանց միջոցով, պարի միջոցով փոխանցվում է մեր ավանդույթները, զգացմունքները, հավաքական հիշողությունները։ Նախագծի իրականացման ընթացքում մեր մասնակիցները ուսումնասիրել են մեր ազգային պարերը, որոնք հիմա ներկայացրեցին։ Նրանք ճանաչեցին դրանց ծագումը, շարժումների խորհրդանշական իմաստները, երաժշտական առանձնահատկությունները։ Ճանաչելով ներկայացված պարերը, մասնակիցները նաև ունեցան հնարավորություն պարելու այդ պարերը, որը ամենակարևորն է եւ բեմ բարձրացնելու, զգալու եւ մեզ բոլորիս փոխանցելու բարի էներգիան, հաղորդակից դառնալու եւ դարձնելու մեր մշակույթին։ Այս նախագիծը ունեցավ մեծ նշանակություն։ Ամենակարևոր նշանակություններից ես նշեմ միասնականությունը, համախմբումը, որը ակնհայտ երևաց մեր դասաժամի ընթացքում դրսում նրանց բռնած շուրջ պարից, որ այդ պարին ոչ միայն մասնակից դարձավ 5-րդ դասանի աշակերտները, այլ նրանց միացավ ողջ դպրոցի աշակերտները, այսինքն նա ունի իր կարևոր նշանակությունը։ Եվ այն ոչ միայն ունեցավ նշանակություն որպես ուսուցողական գործընթացի իրականացում, այլ նպաստեց ազգային ինքնության գիտակցության ամրապնդմանը։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն կազմակերպիչներին, աշակերտներին, բոլոր մասնակիցներին, սրտանց վերաբերմունքի համար, շնորհակալություն այսօրվա մեր լուսավոր եւ հիշարժան օրեր պարգևելու համար։ Թող պարը միշտ ուղեկից լինի բոլորիս, բերելով ոգեշնչում, միասնականություն, համախմբում, թող այն մեզ տա հնարավորություն հաղորդակից դառնալու բոլոր ազգերի հետ, բացի մշակութային բոլոր սահմանները, եւ քանզի պարը չի ճանաչում լեզու, ազգություն, կրով, եւ պարի լեզուն մարդկության միջազգային լեզուն է։ Այսօրվա միջոցառումը մեզ պարտավորեցրեց պահել, պահպանել եւ սերունդների փոխանցել մեր ազգային արժեքները։ Պարը, երգը, մեր մշակույթը։ Շնորհակալություն։ Եկեք եւս մեկ անգամ երեխաների մի հատ դուռը ծափահարենք, որ իրենք ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ Տեր Վարդանյանին ինձ այս շատ գեղեցիկ հրաշալի միջոցառումը հրավիրելու համար, շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին, շատ շնորհակալություն այս տեսակ այսքան բարձր մակարդակով միջոցառում կազմակերպելու համար։ Սա սովորական միջոցառում չէր, սա տոն էր, հրավառություն, խնդություն, շատ շնորհակալ ենք այս տեսակ բարձր մակարդակով միջոցառում կազմակերպելու համար։ Շատ շնորհակալ ենք այս փոքրիկ բալիկներին, ովքեր
եւ տեսականորեն շատ մանրամասն նկարագրեցին եւ գործնականորեն ցույց տվեցին, թե ինչքան գրագետ եւ ինչքան լավ են տիրապետել։ Սա ձեր տքնաջան համար աշխատանքի շնորհիվ է, դա բոլորիս բարձ երևում է։ Այո, դուք ձեր խոսքում երեխաներ նշեցիք, որ չպետք է հեռանանք մեր արմատներից, կարծես թե բոլորս հեռացել ենք, բայց մեր ավանդույթները պիտի պահպանվի եւ շարունակվի։ Հայկական բոլոր օջախներում, ընտանիքներում առանց բարի չի եղել ոչ մի ծիսական միջոցառումներ։ Այ օրինակ 2 օր առաջ ընդամենը մենք մեր բակում այսպիսի մի արարողություն ենք կատարել, որը ուղեկցվել է այս ձեր ներկայացրած բոլոր բարերով, հարսանիքից առաջ առաջներում ավանդույթ էր ալյուրմաղ էին անում, մենք դա արդեն իսկ անում ենք նորից, ցանկանալով նորից վերհիշել եւ մեր արմատներին գնալ ու բերել այն ամենը, ինչը մերն է, մեր հայկականը։ Այո, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթեցին, նորից մեր ավանդական քոչարին են բարել Ռայխստագում, նորից բարով եւ բարի միջոցով են կարողացել այդ հաղթանակները նշել եւ շեշտել։ Եվ կարծում եմ ամեն ինչ ասված է, ես այսպես չեմ կարող գնահատականը տալ, ես կասեմ ընդամենը, որ գերազանց էր բոլոր առումներով ձեր աշխատանքը, բոլորը 5 եւ ավել գնահատականներով գերազանց եմ գնահատում եւ ամենավերջում կցանկանամ Սասունցիների Գևորգ Էմինի Սասունցիների բարից մի հատված ընդամենը ասել եւ եզրափակել խոսքս։ Բարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ։ Բարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն, ուր պատմությունն անգամ ունի հպարտություն, եւ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս ջանքով, որ այս կամքով պարել գիտի, հասկացան, ու ասին իլուր ողջ աշխարհի, հալալ է քեզ, Սասուն, պարի, դու դեռ երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից դեռ հանելու, պարի, գասպան դեռ քո ձեռքին է կարոտում, Սասնահողը վար ու հարկի է կարոտում, պարի, մինչև ողջ հայերին դու անբարես, եւ այս պարը Մասիս լեռան լանջին պարես։ Եթե մեր կողքին չլիներ ընկեր Անուշը։
լսելու։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ինքեր Լուսինե Ավետիսյանին մեր կողքին կանգնելու եւ իր փոքրիկ լուման վերդնելու համար։ Նաև շնորհակալություն ծնողներին մեզ օգնական լինելու եւ սատարելու համար։ Շնորհակալություն բոլորին։ Հարգելի ծնողներ, մանկավարժներ, Սպիտակ համայնքի ղեկավարի անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնենք այս գեղեցիկ միջոցառման համար եւ փոխանցել նրա գոհունակության եւ շնորհակալության խոսքերը ձեզ։ Ես որպես ծնող եւ համայնքապետարանի ներկայացուցիչ ուղղակի հիացած եմ այսօրվա բեմում կատարված հսկայածավալ աշխատանքի համար, որտեղ ներդրված էր մեծ ջանասիրություն եւ աշխատասիրություն։ Հարգելի Տեսահյան, Իգեր Գրիգորյան, Իգեր Կասպարյան եւ Իգեր Անուշ, շատ բարձր եմ գնահատում ձեր աշխատանքը եւ անչափ կարեւոր է մանկուց երեխաների մեջ դաստիարակել հայկական մենաշնորհ բարերը եւ գիտելիքները, ճիշտ գիտելիքները բարի նկատմամբ։ Եվ եթե նկատեցինք մեր հայկական բարերը հիմնականում գնում ենք դեպի աճ, դա մի հետաքրքիր խորհուրդ ունի, Իգեր Անուշը կարծում եմ կվկայի, որ այսպես ասած դա միտված է հայերիս գործերը աճ գնալու։ Այս բանը